Ինչ է կատարվում, երբ որ սկսում ենք որոշել, որ պետք է մեզանից մաքրենք այն անցակալի վարքագծերը, որոնք այլևս չենք ուզում կատարել։ Օրինակ վերցնենք 3-ից 4 բաժակ սուրճ խմելը օրական։ Հիմա ուզում եք նվազագույնի հասնել մինչև դադարելը սուրճ խմելուց։ Հենց որ որոշումը արդեն հայտնի է դառնում, ամբողջ ձեր նրվային համակարգը սկսում է ըմբոստանալ դրա դեմ։ Բնականաբար նա իր ամբողջ վերակառուցվածքը իր կառուցվածքը պետք է վերակառուցի, որպեսզի հարմարեցնի նոր վարքագծին։ Հաջորդը կարող է լինել որոշ սնունդներից, ասենք խմորեղենից պետք է հրաժարվեք այս ամիս ու ընդհանրապես խմորեղեն չուտեք, որովհետև հասկանում եք, որ հեվում եք, լավ չեք զգում և որ ուտում եք։ Կրկին, նրվային համակարգը ըմբոստանալու է, իրականությունը բերելու է տարբեր փորձություններ, այսինքն տիեզերքը սկսում է մեզ փորձել։ Իրոք հաստատում ես դու այդ որոշման մեջ ու հետաքրքիր է այնպիսի գայթակղություններ է ստեղծելու, որ դու դրա մեջ ամրանաս։ Դա ոչ թե դրա դեմ, որ ասում է հակառակի պես գնացինք ես իշտեղը իմ սիրած խմորեղեններ, ասենք, իսկ ես որոշել էի չուտեմ։ Այդտեղ է, կուլ կգնաք, ուրեմն ձեր արտաքին նախադրյալներին, թե կմնաք հաստատուն ձեր ներքին որոշմանը։ Ամեն քայլափոխի, եթե այսպիսի բաների վրա ուշադրություն դարձնեք, ու ամեն քայլափոխի տիեզերքը ձեզ փորձելու է։ Դուք լուրջ եք որոշումը կայացնելու մեջ, թե ոչ, թե էլ անցնելու եք ձեր հին սովորույթներին։ Հետաքրքիրը նա է, երբ որ անընդհատ այսպիսի բաների վրա հաստատակամ մնալով առաջ եք գնում, իրոք ձեր ետևից կամուրջները այրելով այդ հին սովորությունների համար, ինչ է կատարվում։ Ես ինքս մեծ ջանքերով շատ տարբեր այսպես միկրոսխեմատիկ աշխատանքով ահագին բարդություններից փորձել եմ կյանքս ազատել եւ կուզենայի իմ փորձով կիսվել անձամբ, երբ որ այդ ճանապարհը ստանձնում ես, ինչ է կատարվում։ Պատրաստ եղեք ամեն տեսակի գայթակղությունների, որովհետեւ իսկապես ձեր ամբողջ նրվային համակարգը նոր պրոգրամ է ուզում արձանագրել, իսկ տիեզերքը ուզում է այդ պրոգրամի հաստատության մեջ ուրեմն վստահ լինել։ Դրա համար նախնական փուլում ուղարկելու է ամեն տեսակի գայթակղումներ։ Դրանից հետո, երբ որ ձեզ թվում է, որ ամեն ինչ հաղթահարել եք, ազդելու են հին իմպուլսների վրա եւ ուրիշ ճանապարհներով է սկսելու սողոսկել, այսպես խորամանկորեն է սողոսկելու, որ տեսնի իսկապես բոլոր առումներով եք արդյոք դուք հաստատուն ձեր որոշման մեջ։ Կրկին, ուրեմն շատ դժվար է, եթե դուք չգիտեք ինչպես վարվել դրա հետ, որովհետև այստեղ կամքի ուժի հարցը չէ, այստեղ ձեր ամբողջ նրվային համակարգը ուրեմն ձեր վրա հարձակվում է, այսպես կարելի է ասելով, բայց ես մի անգամ արա, ինչ կլինի, միշտ արել ես, ինչումն է պրոբլեմը, սա ոչինչ չի որոշում քո համար, բայց այ հենց այդ փոքր ուրեմն երևույթների մեջ է թաքնված կծախողվի ձեր կյանքը, ձեր առաքելությունը այս կյանքում, թե կհասնեք ձեր վերջնական նպատակին։ Մեր հիմնական ուրեմն տառապանքների հիմնական մասը կազմում է գայթակղություններին չտրվելը եւ մեր որոշումների մեջ հաստատում մնալը անկախ արտաքին իրականությունից։ Այսինքն դուք եկել եք այստեղ զոհի կարգավիճակով, որ արտաքինը կթելադրի, թե դուք ով եք, ինչ պիտի անեք, ինչ պիտի ուտեք, ոնց պիտի, որ ժամին ինչ անեք, թե դուք այնքան արդեն ձեր մեջ կայացրել եք այդ հաստատակամությունը, որ դուք ձեզ ընդունել եք որպես ձեր կյանքի թագավոր կամ թագուհի եւ ձեր կամքը ձեր խոսքի հետ, ձեր մտքի հետ համահունչ է։ Եթե կարողանաք այդ կապը ամրապնդել, կյանքում ձեր առջև ոչ մի բան
կանգ չի առնի, այսինքն ոչ մի արգելք այլևս դուք չեք ունենա, եւ դա սկսվում է ամենափոքր քայլերից։ Բոլորս նույն տիպի իրավիճակներ, նույն տիպի նման հանգամանքներ բոլորս ունենք այս կյանքում։ Ոչ ոք մեզանից այսպես անմեղ կամ անբասիր ձևով կյանքը չի վարել, որովհետև անհնար է, գայթակղությունները եւ այլն այնքան շատ են, որ մենք բնականորեն արտաքին ուրեմն իրավիճակներին հանձնվում ենք։ Բայց երբ որ գիտակցությունը գալիս է, որ մենք ուժ ունենք, այլ ոչ թե մենք ուրեմն այսպես մոդուլաբլ, ձևավորվող փափուկ նյութից ենք, որ մեզ կարելի է ամեն կերպ ձևավորել, ինչպես արտաքին աշխարհի խելքին փչի, այսպես ասած, այդ դեպքում ուրեմն մենք ինքներս ենք կերտում մեր կերպարը։ Եվ հաստատակամությունը կարելի է դաստիարակել փոքր բաների վրա, որ եթե ուզում եք մեծ նվաճումներ ունենալ, եթե ուզում եք, ասենք, ինչ-որ բարձր պաշտոն վարեք, ուրեմն պետք է այդ բարձր պաշտոնի անձնավորության բոլոր վարքագծերը ձեր մեջ նախորոք մշակեք։ Եթե ուզում եք ավելի սիրող, հոգատար ընտանիքի անդամ դառնաք ձեր ընտանիքի մյուս անդամների նկատմամբ, ուրեմն ցանկացած իրավիճակում ձեզ պետք է տիրապետեք եւ անձնավորեք այդ կերպարը, որը որ ուզում եք ունենալ։ Եթե ուզում եք հանգստություն, խաղաղություն, ներդաշնակություն հրավիրել ձեր կյանք եւ մնալ այդպիսի իրավիճակներում, մշտապես անկախ արտաքին հանգամանքներից, դա հնարավոր է, բայց դա արվում է փոքր քայլերով։ Այնպես որ պետք է զինվել համբերությամբ եւ կգա մի պահ, եթե իսկապես լուրջ եք ստանձնել այս աշխատանքը եւ իսկապես ուզում եք ձեր վրա աշխատել, որովհետեւ յուրաքանչյուր մարդու ներքին մղումն է հասնել ինքը իր անձի կատարելությանը եւ դա մեր մեջ բնականon այդ մղումը այսպես գենի պես նստած է եւ բոլորս ենք ցկտում մեր առավելագույն լավագույն հատկանիշները դուրս հանել եւ արտահայտել կյանքում։ Դա մեր ներքին ամենացանկալի, ամենաազալի իրավիճակն է, երբ որ մենք կարողանում ենք ինքնաարտահայտվել։ Կգա մի պահ, որ կլինեք անկոտրում եւ ոչ մի դրսի տագնապ, ոչ մի դրսի իրականություն չի կարող ձեզ ստիպել ձեր ներքին համոզմունքները դավաճանել։ Եվ դա ամենաերանելի բան է, եւ հենց դրա մեջ է մարդու հոգու ազատությունը, երբ որ նա այսպես թևեր է առնում իր հոգին եւ գիտի, որ ոչ ոք ոչինչ չի կարող իր վրա ազդել, ոչ շրջապատի կարծիքն է նրա համար կարեւոր արդեն, ոչ դրսի գայթակղությունները, ոչ էլ մարդկանց պրոժեկցիոնները, այսպես ասած, որ չի ստացվի, դու չես կարող, անհնար է, ինչու ես դա մտքի դրել, դրան հնարավոր չէ հասնել։ Ձեր ներքին աստվածային ուժի համար անհնարին ոչինչ չկա։ Անհնարին ոչինչ չկա։ Եվ դա նաև Աստվածաշնչի մեջ էլ կա, բոլոր սրբազան գրքերում այդ մասին ասվում է, որ այստեղ է հենց այն ամենահզոր խոսքը՝ ճանաչիր ինքդ քեզ։ Իսկապես սարեշուր կտակ, եթե դուք սկսեք այսօրվանից այն ամենափոքր բաները, որ ուզում եք, որ դա այդպես չլինի եւ գիտեք, որ դա ձեր կամքի ուժից է կախված, ձեր հաստատակամությունից եւ անընդհատ այսպես ռոբոտի նման ինքներդ ձեզ կրկնեք. ես արդեն ուրիշ մարդ եմ, դա ինձ չի, հասանելի չի, ես արդեն ուրիշ տեղում եմ, դա ինձ չի վերաբերվում, ես արդեն իմ բարձր պաշտոնի մեջ եմ, էլ ինչու եմ ոտքով գնում տուն, ես արդեն
իհարկե disillusion-ը պետք չի լինել լրիվ, այսենք դնել ամբողջ գումարները ծախսել եւ անհետ ուրեմն հայտարարություններ անել, բացի դա ոչ մի հայտարարություն ոչ մեկին պետք չի ասել ձեր ներքին ծրագրերի մասին, ընդհանրապես ինչ որ որոշել եք, որ պետք է անեք, ոչ ոքի մի ասեք, արեք, երբ որ կհասնեք, բոլորը դա կտեսնեն, ասելու կարիք չկա, հենց որ ասում եք, ձեր ուժերը թուլանում են, հենց որ ձեր մտադրությունները դուք ասում եք ուրիշներին, ձեր այդ ամբողջ պրոգրեսն ու պրոգրամը պետքա վերսկսել ուրեմն, որովհետև այսպես ասած ինկուբատորի դուռը բացեցիք, ինկուբատորում որտեղ փոքր կյանք է ձևավորվում եւ մթություն ու խավար է պետք, որպեսզի նա աճի եւ այդ ջերմը ու հոգատար այդ սնուցող իրավիճակներում մնա, եթե դուռը բացեցիք, լույսը ամբողջը կվերացնի եւ պետք է ուրեմն նորից նոր պտուղներ դնեք, նոր սերմեր շարեք եւ նորից սկսեք ամբողջ պրոգրամը։ Այդ այն նշանակում, որ ձեր այն փոքր մտադրությունները, որ հիմա սկսել եք, դրա մասին ոչ ոքի դեռ մի ասեք, մինչեւ որ սկսեք իսկապես արդյունքները ինքներդ տեսնել, մինչեւ որ հասցնեք վերջնական նպատակի, արդեն կտոնեք, երբ որ դա հաղթանակն է արդեն։ Իսկ առայժմ այդ մասին ոչ ոքի մի ասեք։ Այնպես որ սկսեք այսօր վերակառուցել ձեր կյանքը դեպի լավը։ Ամբողջ այդ ներուժը ձեր լույսի ու ձեր հաստատակամության մեջ է, ձեր հավատի, ինքներդ ձեր հանդեպ։ Եթե դուք ուժ գտնեք ձեր մեջ հավատալ, որ դուք կարող եք, ուրեմն դուք այն ինչ որ դուք ուզում եք, դա արդեն դուք ձեզ տվել եք։ Մնում է այդ ճանապարհը պատվով անցնեք ու վերցնեք ձեր մտքի դրած ինչ որ կամենում եք դուք ձեզ համար։ Իսկապես դա հենց այդպես է։ Ես հրաշքներ եմ տեսել իմ ճանապարհին, որ անհնարին էր թվում, բացի դրանից այդ ազատությունը, այդ հոգու ազատությունը, որ ես ամեն ինչը կարող եմ հաղթահարել, այնպիսի մի հանգստություն է իջնում ձեր վրա, նույնիսկ եթե դրսում արտաքինից ոչինչ չի փոխվել, դուք ձեր հանգստությունն եք վայելում, երբ որ գիտեք, որ դուք ձեր մեջ մշակել եք այդ ամրությունը ձեր հանգստության մեջ մնալու համար։ Ամենաառաջին քայլը սկսեք այսօր։ Մի թղթի վրա գրեք բոլոր այն անհանգստությունները, որոնցից ուզում եք հրաժարվել, այրեք այդ թուղթը, իսկ մյուս թղթի վրա գրեք այն բոլոր հատկանիշները, որոնք ուզում եք այսօր մարմնավորել, ու դա դրեք ձեր գրպանում եւ մի քանի օր այդպես գրեք ձեզ հետ։ Եվ ամեն օր փորձեք մարմնավորել դրա մի մասնիկը։ Ամեն օր պատասխանները տվեք կյանքին, մարդկանց, շրջապատին այնպես, որ դուք դա արդեն արել եք։ Ու տեսեք, թե ինչ կլինի։ Իսկապես հրաշքները մեկը մյուսի հետևից։ Կյանքը ձեզ կբերի այնպիսի պատահականություններ, որոնք պատահականություններ չեն, ուղղակի զուգադիպություններ են։ Այնպիսի զուգադիպություններ կբերի կյանքը ձեզ, որ դուք իսկապես ապշած կմնաք, թե որքան հետաքրքիր կդառնա կյանքը ձեզ համար։ Եվ իհարկե սա անում եք միայն ձեր բարօրության եւ շրջապատի բարօրության համար, որովհետեւ չարակամությունը գիտեք, որ տիեզերքը նույն ուժով ձեզ հետ է վերադարձնելու։ Իսկ եթե դուք մտադիր եք դրական փոփոխություն մտցնելու, տիեզերքը դա տասնապատկելու է, որովհետև տիեզերքը բացասական մտքեր չի հասկանում։ Տիեզերքը միայն հասկանում է դրական փոփոխություններ, տիեզերքը նեյտրալ է, չեզոք է։ Եվ իսկ դրականի հանդեպ, դրականը այնքան շատ է տիեզերքի համար, որ այսպես հոսելու է դրականը ձեր կյանքում, երբ որ որոշեք դրական փոփոխություններ սկսել։ Այնպես որ բարի ճանապարհ ձեր ուղևորության մեջ դեպի նոր կյանք, դեպի ինքնաճանաչում։ Շնորհակալություն, շարունակ։